Ամբողջին բոլորին, ես այստեղ նստած էի, այդպես հոլովակ էի նկարում Instagram-ի համար, ասեցի ձերքի հետ նաև ձեզ ողջունեմ, սկսեմ նոր վլոգը, որովհետև վլոգ սկսել է այդպիսի մի հետաքրքիր բան է, հա, որի անձգձգում ես, ինքը ձգձգվում է, պիտի ուղղակի սկիզբը դնես, դժվարը սկիզբն է։ Մի խոսքով, այսօր բարեբախտաբար չնայած որ երեկվա եղանակի տեսության պրոգնոզը, որը ես Google-ով նայեցի, ցույց տվեց, որ վատն է շատ եղանակը, ամեն դեպքում այս պահի դրությամբ արևոտ է, ինչը ինձ ահավոր ձևի դրական լիցքեր է տալիս։ Ոյ, արթնացել եմ մոտավորապես կես ժամ առաջ, բայց չեմ նախաճաշել, մենակ մի բաժակ ջուր եմ խմել, դրա համար ուզում եմ հիմա գնամ այդ հարցով զբաղվեմ։ Շուրթերիս նոր շրթներքն է Ամերիկայից ուղարկված, շատ եմ հավանել, շատ սիրուն երանգ է, ինձ թվում է ինչ շատ ասում է, իհարկե հաշվի առեք, որ տանալի բան չկա դեմքիս, ուղղակի շրթունքներս են գցած, երբ որ ամբողջական մեյքափ անեմ, вообще բոմբ կլինի։ Մի խոսքով, մաղթում եմ ձեզ բարի դիտում։ Դավուկան այնտեղ հետևի ֆոնին ավերջական գործունեություն է ծավալում, ես էլ ահավոր սոված եմ, գնամ մի բան ուտեմ։ Պատրաստվում եմ լոգանք ընդունել, օհո, միացել ավտո, զումը, բանը, այս հարցնում էիք, խմելու հետ կապված, երեխեք ես կոնկրետ խմում եմ հիմա, այս դետրին 2000-ը, հա, չէ 50 միլիգրամ, և խմում եմ մագնեզիումը 400 միլիգրամ, առավոտը խմում եմ սա, ավելի երեկոյին մոտ խմում եմ մագնին, ես լսել եմ ասում են, որ երկուսը միասին ավելի լավ են յուրացվում, քան եթե առանձին խմես վիտամին D, դրա համար այդպես երկուսը միասին որոշել եմ խմեմ, տեսնենք ինչ որ տարբերություն, եթե զգամ իմ վրա անպայման կասեմ, հիմա մի հատ ուզում եմ գնամ լոգանք ընդունեմ իրականում երեխեք, մազերս թարմացնեմ, նոր հետո արդեն մնացածը կանեմ, սաղ պատրաստել եմ, ու շատ կուզեի մանիկյուրս թարմացնել, կաշմարտնի վիճակում է, պետք չի որ այդպես լինի, պետք է դա շտկել։ Երեխեք ձան, ես լողացել եմ, եկել եմ կրեմ մրեմ եմ քսում։ Լողանալուց հետո եթե ես կրեմ չքսեմ, ամբողջ մաշկս կթեփոտի, շատ է չորանում լողանալուց։ Ես այսպես Արտաշես դպրոցից վերադարձավ։ Ես էլ ես հավես մայչկան եմ հագել, հələ նայեք, նոպեք եսպես կանգնեմ, եսեք ինչ բուպուշիկն է, բլաս, մտածում եմ այսօր մազերս չվեն եմ, մեկա տեղ չունեմ գնալու, թողեմ իրան չորանան, հենց եմ ալարում, հազիվ մանիկյուրը քսեմ, հետո կարդալու բաներ ունեմ շատ, անելիքներ ունեմ, չգիտեմ, մեկ-մեկ չեմ տեղավորվում ժամանակի մեջ, ձեզ ասեմ չէ, որ միշտ ականջներս եմ խորավեցնում, որովհետև էլի թեփոտում է։ Այստեղ սմուզի եմ սարքում։ Բանան, ելակ։ Вообще-то կիվի էլ եմ սիրում, բայց միշտ մոռանում եմ առնել։ Խորենը հիմա ավելի նախընտրում է բնական ուտել, երեխեքը ևս դրա համար մենակ իզ եմ սարքում։ Ես այսպես, ոյ, որ եղանակը լավն ալում, ապրելըտ գալիս է, չգիտեմ ձեր որ տենց է թե չէ, ոտ ես տենց եմ։ Պատուհանից տեսարանն եմ բայելում։ Եվ սմուզի սառնանի մտքերով որ սարքում եմ, ահա որ հաճելի է լինում, սառը, հիմա կարդում եմ, բացի 3 գիրք միաժամանակ կարդում եմ, մի հատ էլ 4-րդը, բայց օնլայն, համացանցով, ուրեմն կարդում եմ այդ նևրոզի մասին գիրքը, կարդում եմ այդ Սուսաննա ազգանվախնին սխալ ասեմ, իրա գիրքը, կարդում եմ այդ հոգեբանության, մանկավարժության մասին գիրքը և այս Արտաշեսյանին եմ խնդրել տպել այն համար և կարդում եմ այդ էլի հոգեբանության մասին գիրք, բայց բանով, ոնց է ցավում ինտերնետում շատ եմ սեղմել երևի հետևի բանը, հիմա մի հատ մանիկյուրով զբաղվեմ, ալարում եմ, բայց նադը ֆիդյա, նադը։ Խորենն է վերադարձել, ասեցի մի փոքր ձեզ էլ գնուները ցույց տամ, կարտոֆիլ է բերել, վարու, այս սեզոնին այդ բազային բաներ են, գիտեք, լոլիկ, avocado. Hocan, avocadon մերն է,
Հաճախ սուսիկին ավեցում, այն օրը երևի ասել եմ, որ կուզեի ավելի առողջ ծնվել բան, դրա համար է բերել։ Պիտի թողեմ հասնի, ստեղ շատ դժվար է հասած ավոկադո գտնել։ Կանաչի։ Միս են ուտում է իրար։ Օբլես։ Պաղ-պաղակ։ Արտաշես։ Այս էսպես։ Ելակ, որը լղջվել է։ Խոջան ես տակացել եմ քո ուտելիք կարող եք ուտել։ Սուրճ չեն թողում մարդ մի հատ վլոգ նկարի։ Բանան։ Երեխեքի սիրած պանիրից ենք այսօր վերցրել։ Մի երկու այսպիսի բան։ Իմ սիրելի մաստակը, որը շատ երկար է գրում, շատ հարմար է։ Լավաշ, շպիլկաներ, դա շպիլկաների սամանը, որ ձեռքն է անգնում, իմացեք մի 10 շպիլկա վերանում է։ Կստати, մազերս վաղուց չէի թողել, որ իրենց ուղակի չորանան։ Քորենը միշտ ասում կարոտում են քո խոճուճները, այսօր իրա պատվին է։ Լավ, արա այս են մասկան է, ուրեմն ես Արտաշեսը իրա գումարով մասկա է պատվել, Յակուբովիչի մասկան, իրա հավաքած փողով, դե հիմա տրենդի մեջ է, չէ, այդ մասկան դնում են, վախացնում են, չգիտեմ, ես էլ ասում եմ, կաշմար, Հանի մի հատ է, շուտ արա, Արտաշես չես տեսու, որ վախենում է։ Էդ ինչ գիրք ես կարդում։ Շաշու չդավիր։ Հա, սիրում ես այդ գիրքը։ Քո մասին է։ Չէ, քուչիլա։ Ուչիցիլ է, խաղ են խաղում։ Մի հատ հիմա։ Ոգ Արտաշես կնի։ Ինչու է ջեյս։ Խես փչացնում տետրդ։ Ուսուցիչը ջղայնանում ա վրատ։ Անի։ Իդեպ ասեցի ուսուցիչ հիշեցի, հիմա ուզում եմ ձեզ հետ խոսեմ այդ թեմայով երեխեք։ Երեխեք, ես չդիմացա ու այսօր անդրադարձ եմ կատարել դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպին, որտեղ ծնողները, աշակերտները, ուսուցիչները բոլորը միասին շակալային հոգեբանությամբ հարձակվել էին պատմության ուսուցչու վրա, բառից բուն իմաստով բուլինգի են ենթարկում այդ կնոջը, վիրավորական բառեր, անձի արժանապատվությունը ոտնակող արած արտահայտություններ, մանկաբարձական ամբողջ փորձը իր պոլով տալով, սենց կրնկակող անելով այդ կնոջը խայտառակում էին, երեխեք, բոլորը մեկի դեմ։ Աջան, կնոջը չէին խայտառակում, իրանց էին խայտառակում։ Բա ուսուցիչները, ձեր կոլեգան է, կա ներքին խոհանոցում խնդիր։ Այդ կինը ճիշտ ասեց, ինձ ուզում են դպրոցից հանեն, սուտ է այս մեղադրանքն, ու ես հավատացի այդ կնոջը, ժողովուրդ։ Այնտեղ իմ հետևորդներից գրել էին, Անա ջան, այս կինը ինձ դաս ա տվել, ինքը շատ հանգիստ կին է, ես չեմ կամ հավատամ, որ ինքը տենց բաներ անի։ Իրանից էլ է զգացում, որ ինքը Այդ ինչ շոկ, վայ Աստված ջան, մարդկային էության այն ամենապիղծ կողմը է, որ բոլորը, որ ասում է անկած եզիդանակավորը շատանում է, Աստված մի արած է սայթակում ես, գոլի գխի տալիս են, որ ավելի քիչ։ կինոջերը սայթակել, գլխին սարքում էին ամեն ձև։ Ամեն դուք ես եք ասել դասի վաղ, ես գիտեմ, պես պատկի ասեց այդ կինը, ոնց ասե, իրանք ինչ երանք են տվել դրան, ինչպես նաև այդ որ այդ կնոջը, ասեն ուզում են գործից հանեին, իսկ երկրորդ վիդեոն ես որ նայեցի, ես դա ուղղակի խոսքեր չունեմ, որ նկարագրեմ, ես շոկի մեջ էի, ծնողները, երեխեքի ներկայությամբ ոնց են խոսում ուսուցիչները եւ գոլեգաները, ուղղակի իրանք իրավունք չունեն, դպրոց Բարեբախտաբար տնօրենին հեռացրել են պաշտոնից, նախարարությունը համարել է անթույլատրելի պահված ուսուցչու հանդեպ, բայց այնպիսի սրթովանք եմ ապրել, երեխեք ես գիտեմ, հիմիկվա երեխաները ոնց են վերաբերվում ուսուցիչներին, ու այդ ամեն ինչի մեղավորը անդաստիրակ ծնողները կրթում են անդաստիարակ Եթե սերունդ։ ծնողը նստում է երեխայի մոտ ուսուցիչ ինչ ասես խոսում է ու իր սուբյեկտիվ, ես էլ եմ բազմիցս լսել, իր սուբյեկտիվ սխալ է եզակացություն, ինքը չի կարող ոչինչ վերլուծի, սխալ մխալ նստում Գնահատականի համար ուսուցչուհուն վերջի սրիկան են ներկայացնում։ Ուսուցիչը ինչ ուզում է լինի, ծնողը երբեք երեխայի մոտ չպետք է ստորացնի ուսուցչի դիրքը։ Առանց էլ այդ խեղճերը 2 կոպեկով անկեղծ եմ ասում, ուսուցչու աշխատանքը պետք է բարձրացվեր մաքսիմալ։ Իրանց երեխեքն է մնան չկրթված, շատ լավ էլ կան։ Ու մի քանի տարի հետո ես չեմ զարմանա, որ մենք էլ չունենանք ուսուցիչ, որովհետև հիմա նոր սերունդը ավելի գնահատում է իր ֆինանսական դախոդը։ Ու եթե առաջվա ուսուցիչներ են
կորիզը որ մնացել է նվիրումից, առաքինությունից, այդ ուսուցչական, ոնց ասեմ, տեսակա, ուսուցիչը տեսակա, այդ տեսակից ելնելով գալիս աշխատում էին իրանց առողջության նյարդերի հաշվին, մի կոպեկի համար, զուտ որովհետև սիրում են այդ գործը։ Հետագայում կարող այլ ոչ մեկ չուզենա Հիմա էլ է դժվար ուսուցիչ գտնել, ոչ մեկ չուզենա։ Շատ քիչ, շատ դժվար է հիմա ուսուցիչ գտնել, այդ թափուր տեղը հայտարարում է, ոչ մեկ չի գալի, տարբեր է։ Որտեղ հասկացել են մարդիկ, որ կյանք ու առողջությունն են ներդնում անշնորհակալ գործ, մինիմալ աշխատավարձ, ծնողների լկտի պահվածք, երեխեքների իշտենա պետք է սովորեն։ Եթե մեր երեխու կողքը կանգնի ու ասի, անասուն է, հիմա երեխուս հոգեկան հիվանդ, երեխային ինչ պետք է մտածի։ Այդ դաժե ես բառեր չեմ գտնում, որ այդ դաժե մեկնաբան է, մեկ չի մեկնաբան։ Արել այդ կինը ինչ որ բան չնայած ես խիստ կասկածում եմ։ Դիմում եք գրում, սիրելի տնօրինություն, այս ինչ էս ուսուցչի հանդեպ ունենք բողոք, ստորագրում ենք բոլոր ծնողներով, մեր երեխաները չեն կարողա գոնե սենց իսկ իր կոլեգաների պահվածքը, այդ շոկոլային հոգեբանության, այ ձեր կոլեգան այդ ինչ էիք անում դուք։ Լավա մարդ էիք ուզում լինել։ Ուղղակի իրանց դեմքը ցույց Դե կերան, տնօրենին հանել են, շատ լավ են արել։ Իրականում այդ կինը ոչ մի բանով իր հեղինակություն չի դուժը, ամեն դեպքում ով adekvat մարդ է, գիտակցական մակարդակ ունի, բարձր կհասկանա, որ Կոնկրետ այդ ուսուցչու հեղինակության ոչ մի բան չի եղել։ Հեղինակազրկվել են այն մարդիկ, որոնք հայտնվեցին իրանց ամեն ինչը անում են այդ կնոջ հանդեպ։ Իրանք հեղինակազրկվել են։ Ցույց են տվել իրանց վերջը ցածր մակարդակ։ Ավելի շուտ բացակայություն է մակարդակ։ Սա մեր բրթողմունքն էր որպես ՀՀ քաղաքացիներ եւ բոլոր ուսուցիչներին ուզում եմ մեր այսպես ասած աջակցությունը հայտնել մեծատառող ուսուցիչներ, գործի նվիրյալներ, որոնք կյանք են ներդրել այդ գործի մեջ ու հանկարծ եկել է մի հատ իրականություն, որտեղ իրանք ոտնահարված են, որտեղ իրենք չգնահատված են։ Մանկավարժների ընտանիքում ինքս աշխատել եմ դպրոցում։ Եվ ես գտնում եմ, որ հիմա ծնողները պետքա այդ վերաբերմունքը հիմա շատ ծնողների պատճառով է ու մայրերի հատկապես, հայրերը այդքան չէ, հայրերը չեն խառնվում, բան չեն, մայրերը պետքա իրանք ուսուցչի հեղինակությունը տենց չգցեն ու իրանք չթվա, որ իրանք լուբոյ մոմենտ կարան գնան ու հոխորտան, իրանք դրա իրավունքը ունեն ուսուցչի վրա, տենց բան գոյություն չունի, բա դրա համար Ես ընդհանուր պատկերն եմ ասում երկրի, ոչ թե ինչ-որ Այսինքն մենք չենք բացառում հետո որ կան ուսուցիչներ, որոնք անթույլատրելի կարգ կոնկրետ այս դեպքը եւ այս դեպքից բխող բոլոր այն դեպքերը, որտեղ adekvat սիրալի, ոչ թե սիրալի, այլ սիրով լի ուսուցիչները, որոնք նվիրումով են մոտենում աշխատանքին, կրնկակոխ են արվում, անմիտ, թերա Չգիտեմ ինչ բառը, թերուղեղ ծնողների եւ իրանց դասյարակության արդյունքում։ Աննա Խաչատրյան, Խորեն Մարտիրոսյան, հատուկ Աննա Մուրադի ալիքին։ Աննա TV, Աննա lifestyle vlog-ի համար։ Խոր ինչ ենք պատրաստվում մենք անել, տեղեկացրու մեր հանրությանը։ Բան մենք նայում ենք երկրորդ տեսիլը։ Երկրորդ կիսայեսրափակիչն է։ Առաջին երկն է գնում։ Հա մենք 5-րդ համարի տակ ենք։ Մենք երկրորդ կիսայեսրափակում ենք։ Երեխեքի քննացրել եմ։ Այս տարի մեր երկը Եվի ամենաշատն եմ հավանել։ Հետաքրքիր է, ես ասոբը չեմ հավանել, խորիկը շատ է։ Եղած մեր երկերից շատ լավն է։ Կհավատակ, որ մինչև վերջ ծայրից ծայր այդ երգը մի անգամ եմ լսել։ Ես կասեի միակն է, որ հավանել եմ ու շատ եմ հավանել։ Հետաքրքիր է։ Լավ, ես եկեք մի հատ այսօր էլ լսեմ, տեսնեմ ոնց է վստուպլենյան բան, նոր կասեմ ես հավանում եմ, թե չէ, որտեվ այս տարի մի տեսակ ես մնացել եմ, հայերեն ոնց ասեմ, զերծ եմ մնացել այդ Եվրատեսիլյան թողուբոհից, նախ այդ նախընտրական է ուզում ասեի, նախնական այդ արշավ երգի, ոնց որ չեմ նայել, դաժե երգի ընտրությանը չէի հետևել, բայց հիմա նայում ենք, ջերկի առել խորենես։ Եվ գարեջուր, ես գարեջուր չեմ խմում, խորենը 1000-ից 1 իրան տենց բուջուրիկ են 1000-ից 1 օրը 5 անգամ Չէ, դες բան չես արել Դե հիմա մեր հանրության մի մասը հումորի զգացումից այդքան ուժեղ չի կարող բռնեն ու հանեն, որ Աննայի ամուսինը ալկոհոլի հանդեպ թուլություն Չէ, իրական խորենը դարը մեկ է խմում, բայց գիտեք ոնց է, օրինակ անցած տարի մի պերիոդ էր եկել, ամեն օր ինքը պիվա էր ուզում, տես մի շաբաթ տվեց երևի։ Դե իմ մոտ տենց է։ Հա, ինքը մինչև հենց հագենում է անցնում։ Սիրտս ուզում է, հետո հագենում եմ,
Ու դες կամ մի տարի էլ չխվի։ Ես լսում եմ օրգանիզմից ոնց ասում է, ինձ սիրտս ուզում է։ Այս դեն գերանելի բանն է, որ ես միշտ ուզում եմ խորինից սովորեմ, ինքը սնվում է օրգանիզմի թելադրանքով, երբեք նիպիրիդ է այդ գրեթե Դե երբեք։ մեկ-մեկ իհարկե Դե մարդ ենք։ զսպում եմ, օրինակ խանութում կոլա եմ ուզում, բայց չեմ առնում գիտակցաբար։ Հա։ Տենց էլ Չէ, է maybe դու լինում։ օրինակ ես կարամ չափը անցնեմ սնունդի մեջ, բայց խորիկը ասենք զգաց կշտացավ։ Կեսը կարող է հետո ուտի, իսկ ես քանի որ ունեմ ՌՊՊ, расстройство пищевого поведения, ես երբեմն չեմ կարողանում ինձ զսպել։ Հաջա սալսեբ եւ աստրոյստվա ունենք էլի։ Так что դու քեզ մենակ մի զգա։ Ոյ վերդեմ ջալիս։ Սատարական գտա։ Կատարյալ որ մա Երեխեք ջան, տեսքիս ուշադրություն մի դարձեք գիշեր 12-ին մարդը հենց այսպիսի տեսք էլ ունենում է։ Եթե հրաշագործ չի իհարկե, մեր մասնակիցը ելույթ է ունեցել 11-րդ մասնակիցն է հիմա ելույթ ունենում։ Մեր ելույթը շատ լավն էր, հետևաբար մի քիչ հանգիստ եմ, ինձ թվում է կանցնենք եզրափակիչ։ Խորինն էլ է շատ հավանել, так что։ Մեր ելույթը իմ մոտ կոնկրետ չգիտեմ, տպավորիչն է։ Իսկ այս եզրափակչում թե նորվա այսօրվա։ Երևի նու այսօրվան երեկվա տպավորություններս արդեն Բան են դադել, հա։ Բայց չէ, ես այսօր դաժե երկա դրել լսել եմ նորից Լեհաստանն եմ շատ հավանել եւ այստեղից է մեր Հայաստանը եւ երևի այս տարի առաջ տարին կլինի որ ես Հայաստանի համար բալեցկան եմ։ Կարանք քվեարկենք մենք էլ թե Հայաստանի։ Ես միշտ այս մրցույթին նայում եմ որպես Իմ համար սա Նիզավիսիմի էքսպերտ է, ինքը կարա ուրիշ երկրին բալետյան, օրինակ ուզենա որ հաղթի, չգիտեմ, Ֆրանսիան։ Ասենք եթե ես չեմ հավանում երգը, իմ համար կապ չունի։ Իզես չէ, ինչ այս կառուցվածքը ինչ էլ բաց շնորհ։ Ես Ես օրինակ այդ հարցում շատ պատրիոտ եմ։ Եթե մեր մասնակիցն է, ես շատ սուբյեկտիվ եմ, ուզում եմ որ ինքը հաղթի։ Արվեստը ազգություն չի ճանաչում։ Այս իմ համար է ձև չի։ Մենք հաղթենք, դրանից հետո արդեն լավ երգեր կան, որոնք ուզում եմ իրանք էլ բարձր հորիզոնական զբաղեցնել։ Բայց այս տարի ես հենց ուզեմ որ մենք հաղթենք, որտեղ լրիվ արժանի է երգը։ Տեսնենք ինչպես կան։ Այն աղջիկը հակածը չեմ կարող ընկալում, լսի այդ ֆիգուրային այդ բաց բանը։ Ես անայն հետ եմ ասում եմ այս տարի առաջի երգն է, որ ոնց որ կոնցեպցիա լրիվ լինի ու ոնց որ ես հագենում եմ այդ երգը։ Միշտ ինչ որ բաներ չի հերիքում այդ երգերի մեջ։ Ես էլ այս տարվա երգ ասում եմ։ Իսկ այս տարվանը հզոր է։ Այստեղ են ասել ճաշակին ընկեր չկա։ Գնացեք լսեք։ Հիմա բոլորն էլ լսել են արդեն։ Աչքիս վերջինը ես եմ լսել։ Ադիո։ Ես այնօր լսեցի երկու աստղում, որ այդ տղան երգեց։ Հա։ Այդ վաղտ եմ լսել ու այսօր։ Չէ, ես կարծում եմ որ երգը լավն է, բայց որ ասեմ տենց շատ իմ համար տպավորիչ, չէ, բայց Եվրատեսիլում շանսեր կան հաղթելու, առաջ Աստված։